Անցյալ տարի հողի վրից ուռով տարել են 1.1 դրամ։ Իսկ հիմա շուկան տանում ենք 600 դրամ, 550 դրամ։ Վարդան Թովմասյանի այգին է, այստեղ ամեն տարի շատ թե քիչ, թանկ թե էժան միշտ հատնտիր կեռաս են հավաքում, այս տարվա բերքը առատ է, գնորդները շատ, բայց գինն է ցածր։ Հիմա մի 2 տոննայա կիլոն ախպեր 550 դրամ, անցած տարի 3 տոննա էր կիլոն 1000 դրամ էր, գալող տարի կարող է լինի 5 կիլոն լինի, եղելա տարի ես 2.5-ով եմ ծախել։ Վարդան Թովմասյանը չի դժգոհում, ասում է պետք է գոհանալ Աստծո տվածով, սակայն չի հերքում, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը բարդ իրավիճակ է ստեղծել։ Արմավիրցի այգեգործները, միրգ բանջարեղեն արտադրողները պնդում են, որ լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Նախ չեն կարողանում իրացնել ամբողջ բերքը ու նաև վաճառվող միրգ բանջարեղենի գինը նախորդ տարվա համեմատ 2-3 անգամ ցածր է, օրինակ կեռասինը, ծիրանինը, լոլիկինը եւ այլն։ Եթե Ռուսաստանը չի թողում, պարզավոր տուժում ես։ Հիմա այսքան գիլաս կամ այդքան դեղց չես, դա դեղցը վաղուց հասավ։ Այս տարի տիրան չկա, շատ քիչ է։ Դեղցը որ եղավ էսը։ Հայաստանում, մենակ Հայաստանում այդքան ժողովուրդ այդքան դեղց կարա ուտի, չի կարա։ Արտադրողների խոսքով արտահանման դժվարությունները շղթայական ազդեցություն են ունեցել նաև ներքին շուկայի վրա։ Մեծ ծավալի գյուղմթերքը մնում է Հայաստանում, ինչի հետևանքով էլ գները կտրուկ նվազել են։ Եթե շուկայում լճացավ, առնող չեղավ, ջրի գին է դառնում։ Մարդիկ կան վարգ են վերցնում, տակ են տալու։ Ինֆլյացիան էլ եթե հաշվի առնենք, ամեն տարի մեր ապրանքի ինքնարժեքը 5-ից 10% ամենահամեստ հաշվարկներով բարձրանում է։ Դա կա ամենագերխնդիրը այսօր ջուրն է, մեկ էլ վաճառքն է։ Դուր գյուղացուն ջուր, մեկ էլ վաճառքի հնարավորություն շուկաներ տվեք ու ամեն ինչը կընկնի իր տեղը։ Նման լծակներ չունի մարզպետարանը, որ ասենք կոնկրետ ազդեցություն ունենա բերքի արտահանման հետ կապված։ Դա հիմնականում կենտրոնացված է լծակները նախարարության եւ կառավարության միջոցով պետք է լինեն աջակցության ծրագրերը ու լինում են։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի տեղեկացմամբ արտահանողները կարող են օգտվել աջակցության ծրագրից, պարզապես պետք է ժամանակին դիմեն համապատասխան նախարարություն։ Կառավարությունը փոխհատուցում է 1 կիլոգրամի համար արտահանողներին, ծիրանի համար 200 դրամ, դեղցի նեկտարի սալուրի համար 250 դրամ, իսկ կեռասենու համար 400 դրամ։ Արտահանողները պետք է ժամանակին դիմեն էկոնոմիկայի նախարարություն եւ կարողանան օգտվել աջակցության ծրագրերից։ Արտահանողներից բացի առաջնահերթ աջակցության կարիք ունի հենց հողի մշակը, ով ամբողջ տարին այգուց ու ջերմոցից դուրս չի գալիս, բանկերի հետ գործարքների մեջ է, զգալի ծախսեր է անում, նորմալ եկամուտ ստանալու ակնկալիքով։ Գյուղում ապրողի համար եկամուտը պետք է բարձրանա, իսկ եկամուտը կախված է շուկայից։ Գյուղացու համար պետք է նորանոր շուկաներ գտնեն, կառավարությունը պետք է նորանոր շուկաներ հայթայթի։ Կեռասենին գնվում արտահանողների կողմից 700 դրամի սահմաններում, այս պայմաններում եւ իմ ունեցած տեղեկատվության համաձայն հիմնականում արտահանվում է Իրան եւ Վրաստան։ Արմավիրի մարզպետարանի պաշտոնյան եւս պնդում է, որ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է եւ այս իրավիճակում, երբ սահմանափակված է մեր արտադրանքի մուտքը այդ շուկա, անհրաժեշտ է այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Հիմնական մեր շուկան Ռուսաստանն էր, հիմա պետք է արդեն նախարարությունը միջոցներ գտնի, ամեն մարզի հնարավորությունների սահմաններում են, եթե կա նաեւ ծանոթ շրջապատ այդ հնարավորությունները օգտագործեն, որպեսզի արտահանվի այլ երկրներ նաեւ։ Նրա հիմնական մտահոգությունը կապված է դեղցի եւ ծիրանի արտահանման հետ։ Ցավոք այս տարի ծիրանի բերքատվությունը զգալիորեն նվազ է։ Արմավիրի մարզում ցրտահարություն գրանցվել է ապրիլին, բայց հիմնականում վնասը կապված է ծիրանենու ծաղկման ժամանակ երկարատև անձրևային շրջանի հետ։ Մենք ակնկալում ենք մինչև 40-ից 45 հազար տոննա ծիրանի բերք, բայց այս տարվա բնակլիմայական պայմաններից ելնելով օպերատիվ կանխատեսում, որպես ասեմ, մենք հազիվ կունենանք մի 10,000 տոննա ծիրանի բերք։ Ասեմ, որ այս տարի դեղցի բերքն է շատ լավ, մեծ քանակի արտադրություն կունենանք, եթե լուրջ ասենք արտահանումներ չլինեն, այդտեղ խնդիր կառաջանա։ Եվ խաղողի մթերումը։ Իմ տավախությունը մենակ դրանց հետ է։ Ըստ Արթուր Այվազյանի ոռոգման ջրի առումով տարին բարենպաստ է, ջրամբարներում բավարար քանակությամբ ջուր կա։
Մարզում 1030 հեկտար ջերմոցային տնտեսություններ կան եւ մինչեւ այս սահմանափակումները դրանց քանակության աճի միտում կար։ Որոշակի խնդիրներ այդ բանջարեղենի առումով ջերմոցային տնտեսությունների մոտ կա։ Եթե այն ժամանակ իրանք նախատեսել էին, որ այսքան 1000 ընդունեն քառակուսի մետր ջերմոց մշակելուց պետք է ստանանք, օրինակ եմ ասում 3 միլիոն դրամ, հիմա կարող է ստանան, ասենք 2 միլիոն։ Իսկ փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն տնտեսությունները, որոնք պայմանագիր ունեն ապահովագրական ընկերությունների հետ։ Regions TV-ն պարզաբանում է խնդրել էկոնոմիկայի նախարարությունից, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսներին եւ վնասները փոխհատուցելու ինչ մեխանիզմներ են կիրառվում։ Էկոնոմիկայի նախարարության պատասխաննամակում որպես աջակցության ծրագիր ներկայացվում է 1-ից 2 միլիոն դրամի չափով սուբսիդավորվող վարկի տրամադրումը։ Միևնույն ժամանակ նշվում է. Գները կարգավորվում են շուկայական առաջարկի եւ պահանջարկի հիման վրա, եւ կառավարությունը գների կարգավորման վրա իրավասություն չունի։ Կառավարությունը փոխհատուցում է արտահանողների լոգիստիկ ծախսերի մի մասը։ Միշտ բանջարեղեն արտադրող եւ արտահանող ընկերությունների կրած վնասները փոխհատուցելու հնարավորությունները գտնվում են քննարկումների փուլում եւ դեռևս որոշում չի կայացվել։ Իսկ միշտ բանջարեղենի իրացման այլ շուկաներ գտնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արդեն իսկ կան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի եւ Ծոցի երկրներ փաստացի արտահանված արտադրանքի ծավալներ, ինչպես նաեւ արտահանման նպատակով ակտիվ բանակցություններ։ Մինչ պաշտոնյաները բանակցում են, մեր գյուղատնտեսները զգալի վնասներ են կրում։ Ոմանք իրենց դժգոհությունն արտահայտում են բողոքի ակցիաների միջոցով, ոմանք էլ բավարարվում են եղածով, հույսը տնելով Աստծո բարեհաճության վրա։ Աստծուն խնդրենք աշխարհին խաղաղություն լինի, անփորձան կլինի։ Հիմա դուրս է գալի, դուրս չի գալի, ներս է մտնում, մի տարի սենց ալնում, մի տարին սենց ալնում։ Տարի եղեք կարգուտը տարելա, ոչ մի հատիկ չենք ունեցել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Արմավիրի մարզ։